Բարեկո Տիկին Ավետիսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավիրելու Տիկին համար։ Ավետիսյան, քանի որ մեկնարկել է այսօրվանից թանգարանային միջազգային օր, թանգարանային գիշեր միջոցառումը եւ մենք որոշել ենք հենց քաղաքամար Երևանի լավագույն թանգարաններից մեկի տնօրենին հյուրընկալել, խոսքը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մասին է, որի համար շնորհակալ ենք, որ այս թոհուբոհի մեջ արդեն մեկնարկել է միջոցառումը եւ դուք ժամանակ եք գտել եւ մեզ հյուրընկալել եք, մեզ համար մեծ պատիվ է եւ շնորհակալություն ենք ուզում հայտնել եւ միանգամից նշեմ, որ խոսելու ենք հենց այդ թեմայի մասին։ Նախ սկսենք ամենասկզբից, թանգարանային գիշեր, կարծես մեր օրերում, մեր իրականության մեջ նոր մշակույթ է ձևավորվել։ Ինչ է սա։ Մի փոքր մանրամասնենք եւ ինչպես է պատրաստվել ձեր թանգարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հյուրընկալելու մեր այսօրվա հյուրերին։ Թանգարանների գիշերը համաեվրոպական ակցիա է, համաեվրոպական միջոցառում է, որին Հայաստանը միացել է 2005 թվականից դեռևս, բայց ամեն տարի զգացվում է մեծ աճ, ավելի ու ավելի է տարածվում այս գեղեցիկ միջոցառումը, այս գեղեցիկ ու խորհրդավոր միջոցառումը, ու ավելի շատ մարդիկ են այցելում։ Հենց մեր թանգարանի օրինակով կարող եմ ասել, յուրաքանչյուր տարի այսպես գեղեցիկ մի ավանդույթ կա, 500-ով կարելի ասել մարդիկ ավելանում են։ Աստված տա այսօր էլ եղանակը մեզ ողջունի, արդեն արևը ողջունում էր եւ մարդիկ ավելի շատանան, քանի որ մեր թանգարանները բազմապիսի ծրագրեր են պատրաստում այս գեղեցիկ օրվա համար եւ այցելուները հնարավորություն ունեն մինչեւ գիշերվա 12-ը մասնակցելու այս միջոցառումներին, վայելելու թանգարանի խորհրդավորությունը, թանգարանային միջավայրը։ Այ ասացիք բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել, ամենաուշագրավորն է, այ ինչու հենց պետք է գան Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, բացի նրանից, որ բոլորս պաշտում ենք, հա, մեր մեծ ընվարպետին, այդուհանդերձ, որն է ամենագայթակղիչ հատվածը, որ հենց ձեզ պետք է այցելուն այսօրվա ընտրի։ Եթե ինձ նայեի, ես լինեի, ես վարպետի տուն-թանգարան կայցելեի, որպեսզի վայելեի վարպետի հրաշագեղ այգին, բայց թանգարանը ջանացել է ծրագրեր իրականացնել բոլոր տեսակի մարդկանց համար, տարբեր խմբերի համար եւ տարբեր տարիքային խմբերի եւ տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար։ Այսօր մենք ունենք եւ ներառական ծրագիր, որը կարելի է ասել թանգարանների գիշերը մի տեսակ ամփոփում է նաեւ մեզ համար, մի պահ կանգ առնելու եւ մեր տարեկան միջոցառումները վերագնահատելու եւ վերաիրականացնելու կարելի է ասել, եւ փորձում ենք այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք արդեն իսկ ողջ տարվա ընթացքում իրականացնում ենք։ Ինչպես օրինակ տարվա ընթացքում մենք ունենք մի լավ նախագիծ, ներառական նախագիծ, հանդիպման լավագույն վայրը թանգարան, որի շահառուները բազմաթիվ են եւ որի գլխավոր հերոսները ներառական կրթության առանձնահատուկ կարիքների պայմանների կարիք ունեցող ուսանողներ են եւ իրենք էլ էքսկուրսիա են վարում թանգարանում մի քանի լեզուներով եւ երաժշտական այսպես միջոցառումներ են ունենում միասին։ Այսօր առավոտյան 12-ին հենց այս միջոցառումը տեղի ունեցավ, երաժշտական գեղեցիկ միջոցառում ներառականություն ունեցող անձանց մասնակցությամբ, այնուհետև ունենք շատ հրաշալի, խորհրդավոր, երազային մի ցուցահանդես նկարչուհի երաժշտագետ Աստղիկ Մարտիրոսյանի նկարների ցուցադրությունն է լինելու երազներ խորագրով, որտեղ դուք կգտնեք ձեր երազները, որոնք շարունակվում են եւ համր ցուցադրություն է կարելի ասել, նկարների վերնագրերը նշված չեն, հեղինակն այդպես է ցանկացել եւ այցելուները իրենք պետք է կռահեն, թե ինչ կվերնագրեին այդ նկարները։ Մենք ունենք այսօր, քանի որ այս տարվա թանգարանների գիշերի խորագիրն է թանգարանները միավորում են մասնատված աշխարհը, ունենք շատ հետաքրքիր ցուցահանդես, գիտենք, որ Ավետիք Իսահակյանը այն հայ գրողներից է, ով ապրել է տարբեր երկրներում, իհարկե ոչ իր կամքով, բայց այս երկրներում ապրելու ընթացքում Իսահակյանը իր մեծ ներդրումն է ունեցել նաև այս երկրների մշակութային կյանքում։ Մենք ցուցադրելու ենք վարպետի եւ իր տիկնոջ հագուստը տարբեր եվրոպական երկրներից բերված լուսանկարներ ենք ցուցադրելու եւ այս ընթացքում մարդիկ կարող են վայելել Մարիցա Թիլիկյանի հրաշագեղ կատարումները եվրոպական հայտնի երգերի։ Սա արդեն թանգարանի գրական հատվածում է տեղի ունենալու եւ զուգահեռ մարդիկ կարող են տեսնել նաեւ թանգարանի նոր ցուցադրությունը, ժամանակակից, հետաքրքիր նոր ոճով արված։ Ասեմ հետաքրքիր համագործակցություն ունենք նաեւ
թիվ 4 արհեստագործական քոլեջի հետ։ Այո, սա էլի աննախադեպ է, առաջին անգամ ենք նման փորձանում, իրենք էլ են առաջին անգամ նման փորձանում։ Իսահակյանական թեմաներով մեր ուսանողները, քոլեջի ուսանողները պատրաստել են ձեռագործ տարբեր իրեր, շատ հետաքրքիր։ Այստեղ զոդման բաժինն է նույնիսկ մասնակցել, փայտագործության բաժինն է մասնակցել եւ ունենք Իսահակյանի հեքիաթների, ստեղծագործությունների հերոսների, ուրեմն պատկերներով տարբեր զարդեր, տարբեր այսպես զարդանախշեր, որ կարող են մեր այցելուները նաև ձեռք բերել թանգարանում, ցուցահանդեսը բացվելու է թանգարանում այսօր։ Եվ երեկոյան ունենք գիտարի երեկո, բավականին գայթակղիչ հագեցած միջոցառումներ է։ Կարելի է վայելել գիտարի մեղմ գեղեցիկ հնչյունները։ Այն որ թանգարանը իսկապես հրաշք է, ես բազմաթիվ անգամներ եմ ներկա գտնվել, հատկապես այգին իսկապես շնորհակալ եմ, խորհուրդ եմ տալիս հորդորում բոլորին, այո, գնալ եւ տեսնել։ Բայց այդուհանդերձ մի փոքր խոսենք թանգարանում տեղի ունեցող գործընթացների մասին, ոչ միայն այսօրվա, այլ առհասարակ ինչ նոր նորամուծություններ, ինչ նոր թեկուզ թվային տեխնոլոգիաներ, թվային 21-րդ դարի հմտություններ եք, հա, փորձում ներմուծել, որ ավելի գայթակղիչ լինի ոչ միայն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև միջազգային, հա, տուրիստների մասով։ Այս մասով եթե կան ինչ-որ նոր նորամուծություններ, նոր ինչ-որ գաղափարներ, կխնդրեի պարզապես մեզ հետ խոսեիք, ասեիք, որ իրազեկ լիներ մեր։ Ասեմ, որ թանգարանը ողջ տարվա ընթացքում ամեն բան անում է, որ հասանելի լինի բոլորին։ Եվ մարզերում ապրող բնակչությանը, եւ ներառականություն ունեցող անձանց, եւ զբոսաշրջիկներին, եւ տարբեր երկրներում ապրող մարդկանց, մեր թանգարանն այնքան գանձեր ունի, անկեղծ ասած, նորագույն տեխնոլոգիաներն այնքան արագ են փոխվում, որ մենք նույնիսկ չենք էլ հասցնի այդ գանձերը տեխնոլոգիաների միջոցով ցույց տալու, բայց մենք մի այլ տարբերակ ընտրեցինք այս մասով, մենք այս մեր թանգարանում պահվող իսահակյանական գանձերը ցուցադրում ենք նորովի նոր ոճով եւ նոր տեսքով, բայց այդ գանձերի իրական կախարդանքն ենք փորձում ներկայացնել։ Այսինքն մարդը կարիք չունի վիրտուալ աշխարհում տեսնելու սրանք իրական աշխարհում են, մեր կողքին են, պարզապես մի փոքր նոր ոճով ու նոր ձևով ներկայացված։ Եվ մեր նոր ցուցադրությունը հենց դրա մասին է։ Իսահակյանի ստեղծագործությունները դարձել են յուրօրինակ ինտերակտիվ տեխնիկային ներկայացում, լույսի ծածկագիրը կոչվող, որը քարոզում է եւ ցուցադրում է, որ ինչ էր ասում Իսահակյանը, եթե չեք ուզում, որ գա ոգուսով, պետք է վառեք գիտության ու կրթության լույսը։ Մենք ցույց ենք տալիս երեխաներին, որ Իսահակյանը հենց սրա մասին էր խոսում եւ իր հեքիաթների, լեգենդների միջոցով էր խոսում։ Այսինքն երեխաները փոքրիկ լույսիկները իրենց ձեռքին թանգարանից դուրս գալով, իրենց հետ տանում են նաեւ Իսահակյանի այդ падգամը սովորել, կրթվել եւ լուսավորել կյանքը։ Այս ներկայացումը պարբերաբար գործում է թանգարանում։ Փորձում ենք իսահակյանական ժառանգությունը ներկայացնել տարբեր մեթոդներով եւ տարբեր ձևերով, արվեստի տարբեր ճյուղերի միջոցով։ Շուտով մայիսի 26-ին տեղի կունենա առաջնախաղը Իսահակյանի ստեղծագործությունների, որոնք Գեորգի Սվիրիդովի ձեռքով դարձել են վոկալ էպիկական պոեմ։ Այս եզակի երևույթը, որը Հայաստանում առաջին անգամ է ներկայացվելու, պոեմը ամբողջությամբ երբևէ չի ներկայացվել Հայաստանում, բայց Սվիրիդովը շատ բարձր է գնահատել Իսահակյանի ստեղծագործությունը եւ նույնիսկ այնտեղ երկտող է թողել Իսահակյանին թույլտվություն խնդրելով, որ կարող է իր ստեղծագործությունները կիրառել, եւ այդ ստեղծագործությունները մեզ հիշեցնում են յուրաքանչյուր մարդու անհատական փնտրտուքը հայրենիքի, կարոտի եւ շատ յուրօրինակ է կազմակերպված մեծ Սվիրիդովը կարողացել այնպես ձևավորել այս բանաստեղծությունները, Իսահակյանի 11 բանաստեղծությունները, որոնք հայրենիքին են ուղղված, պանդխտությանը, մոր կարոտին եւ կուլմինացիան այսպես վերջը գալիս է եւ ավարտվում է դու պիտի ծաղկիս հզոր հայրենիք, հայրենի երկիր, սա մի յուրօրինակ ստեղծագործություն է, որտեղ ամեն մարդ կգտնի իր հայրենի երկիրը, իր հոգու հայրենիքը, հրավիրում եմ բոլորիդ մայիսի 26-ին պրեմիերան տեղի կունենա թանգարանում եւ ներկայացումը պարբերաբար կցուցադրվի նաեւ թանգարանի այգում։ Մենք թանգարանի այգում բազմապիսի ծրագրեր ենք իրականացնում։ Թանգարանը ստեղծել է նաեւ միայն սիրո լարը մնաց թատերականացված ընթերցումը, որտեղ Իսահակյանի սիրո պատմությունն է, սիրո նամակներն են Շուշանիկ Կիմատակյանին ուղղված, ելի երաժշտական, հաճելի, գեղեցիկ երեկոներ ենք ապահովում մեր հանդիսատեսի համար։ Ամեն բան արվում է կրթական ծրագրերի միջոցով, տարբեր մեթոդներով, ամեն բան արվում է, որ թանգարանը հետաքրքիր լինի 3
տարեկանից սկսած նույնիսկ երեխաների համար։ Այնպես որ բոլորը կարող են այցելել մեր թանգարան եւ տեղեկանալ նաեւ մեր թանգարանի կայքում կամ Facebook-յան տարբեր էջերում տեղադրվող նյութերին։ Հրաշալի է, դուք հրաշալի բաների մասին եք խոսում, ես պարզապես պետք է եւս մեկ անգամ հավելեմ, որ ստացվում է այնպես, որ Իսահակյանի տուն թանգարանը մի ինտերակտիվ հարթակ է, միջավայր կանգառ, որտեղ մշակույթ, երաժշտություն, արվեստ, բանաստեղծություն, կրթական մի շարք հիմնադրամներ, կրթական մի շարք միջոցառումներ կազմակերպվում են այնտեղ եւ դառնում է այդ ամբողջը միաձուլվում, դառնում է հրաշալի մի արդյունք։ Եվ այդուհանդերձ Իսահակյանի ամենաստեղծագործությունը, որը մինչ այժմ արդիական է եւ եթե ողջ լիներ վարպետը, որը կլիներ նրա մեսիջը։ Կարծում եմ Աբուլ Ալա Մահարի պոեմն է, որը մենք դեռևս չենք հասկացել։ Ոչ ոք դեռևս չի հասկացել այս պոեմի իրական գաղափարը եւ անverջ վերընթերցելիս նոր բաներ ենք հայտնաբերում մեզ համար, սա հավերժական ստեղծագործություն է իմ կարծիքով եւ մենք հասցրինք Փառք Աստծո անցյալ տարում, հոբելյանական տարում թարգմանել ֆրանսերեն հայերեն տարբերակը հրատարակել, գերմաներեն հայերեն, պարսկերեն հայերեն տարբերակներ եւ անգլերեն հայերեն տարբերակը ունենք եւ մեր նպատակն է աշխարհին ցույց տալու Իսահակյանի մեծությունը, Իսահակյանի կերպարը որպես հայ բանաստեղծ, որը միանում է համաշխարհային տիեզերական բանաստեղծների այս շարքին իր այս հրաշագեղ պոեմով, բայց Իսահակյանը ունի շատ հետաքրքիր ստեղծագործություններ, որ ելի դեռևս բացահայտված չեն, ինչպես Ուստակարով վեպն է, որ նոր է լույս տեսել դեռևս հաջորդ հատորը, բայց ելի կան թղթեր ու բազմապիսի թղթեր, որոնք ուղղված են այս մեծածավալ պոեմին, սա էլ դեռևս բացահայտված չէ, եւ իրականում Իսահակյանի ողջ կերպարը շատ խորհրդավոր է ու շատ այսպես միստիկ է, քանի որ մեծ վարպետը շատ պատգամներ է հղել մեզ, նույնիսկ այն փոքրիկ առակներից մեկում, որ կարող ենք կարդալ այսօր։ Շատ քիչ է խոսվում Իսահակյանի առակների, հեքիաթների, լեգենդների մասին, բայց դրանք ամեն մեկը մի յուրահատուկ այսպես ուղերձ է մեզ, ինչպես օրինակ մի մկան պատմությունը, որ մենք անցյալ տարի տպագրեցինք 3 տեսակ այսպես խաղ գրքի տեսքով, խոսող գրքի եւ ջրով ներկվող puzzle գրքի տեսքով, որ երեխաները կարդան ու այս խորիմաստ ստեղծագործության հիմնական բուն իմաստը կարողանան գտնել։ Վարպետը իրոք մեզ տալիս է շատ բանալիներ կյանքում ապրելու։ Մենք կարողացել ենք մի մասը դրա դեռևս ներկայացնել մեր հանրությանը, ինչպես լույսի ծածկագիրը, որտեղ բացահայտում ենք, թե որն է իրական լույսը եւ որն է ինչն է լույսը կյանքում, իմաստությունը, գիտությունը, կրթությունը, բայց նաև ունենք բազմաթիվ նաև գաղափարներ եւ մտքեր, որոնք դեռևս ճանապարհին են եւ դառնալու են իրականություն։ Վարպետը եվրոպական շրջանում է շատ հետաքրքիր ստեղծագործություններ ստեղծել, ինչպես Ռեալտոյի Կամուրջին բանաստեղծությունը, բավականին ռոմանտիկ եւ սիրո մասին էր Իսահակյանի բոլոր գործերը։ Այո, բայց գիտեք, հենց այս բանաստեղծությունն է առիթ դառնում եւ Իսահակյանի այն տարիները, որ ապրեց Վենետիկում, առիթ է դառնում հայ-իտալական մշակութային կապերի, այսինքն վարպետը կարողացել է նաև այս տարիներին, դժվար տարիներին իր համար ստեղծել այս կապերը հայ-ֆրանսիական մշակույթի, հայ-իտալական մշակույթի, հայ-գերմանական, այո, մշակույթի եւ ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ օգնությամբ անցյալ տարում եւ այս տարում արդեն անցյալ տարում տեղադրեցինք Լայպցիգում իր ապրած տանը հուշատախտակ եւ այս տարում մի քանի շաբաթ առաջ վերադարձանք Վենետիկից, տեղադրվեց այնտեղ, այն տանը, որտեղ ապրել էր Իսահակյանը, հենց այդտեղ տեղադրվեց հուշատախտակ։ Շատ ուրախ եմ նաև, որ վարպետը վերադառնում է այնտեղ, որտեղ ապրել է եւ նաև իր ստեղծագործությունն է տարածում այս երկրներում։ Իզուր չէին իրեն ասում վենետիկի պրոֆեսոր եւ ոչ միայն հայերն էին ասում, վենետիկցիներն էլ էին ասում, այնպես որ մենք Իսահակյանի միջոցով կարող ենք նաև հայ գրականությունն ու հայ միտքը հասցնել աշխարհին։ Շատ լավ, հրաշալի է։ Տեսեք, վերջին տարիներին ինչպես է գնահատում երիտասարդ ծերնդի հետաքրքրվածությունը Իսահակյանի գործերով, Իսահակյանի անձով, Իսահակյանի մասին, արդյոք կա տենդենս, նկատվում է, կան տվյալներ, որ երիտասարդները ավելի շատ են հետաքրքրված, թե ավելի քիչ են հետաքրքրված, կա ինչ-որ նման վիճակագրություն։ Կա, միանշանակ կա, գիտեք, խնդիրը մենք ենք ավելի շատ, մենք պետք է ճիշտ մեկնաբանենք, մենք պետք է ճիշտ ներկայացնենք բոլոր տարիքի մեր այցելուներին Իսահակյանի կերպարն ու ստեղծագործությունը։ Ցավոք տարիներ շարունակ Իսահակյանը համարվել է զուտ դասական գրող, որին պետք է մի քանի այսպես դասի ժամանակ անգիր սովորել մի քանի բանաստեղծություն եւ վերջ, բայց Իսահակյանի ողջ կերպարը, Իսահակյանի ընտանիքի կերպարը,
որը ուսուցողական է, որը լուսավորություն է տարածում մեր շուրջ, երբևէ չի ներկայացվել։ Ավելի շատ խնդիրը մենք ենք, որ ուսանողները եւ երիտասարդները հեռու են եղել Իսահակյանից եւ Իսահակյանի թանգարանից։ Այսօր մենք փորձում ենք բազմապիսի ծրագրերով, նախագծերով տարբեր ավելի մոտեցնել մեր երիտասարդ սերնդին, փոքրիկներին, տեսնեք փոքրեր ինչ խանդավառված են գալիս մեր կրթական ծրագրերին։ Դասական էքսկուրսիան ավելի դժվար է իրենց ընկալելը, փորձում ենք կրթական ծրագրերի միջոցով տարբեր թեմատիկաներ իրենց հետ քննարկել, այո, եւ իրենց պատրաստած գիրքը, օրինակ Արջը եւ Օձը առակի հիման վրա, Եղնիկը ստեղծագործության հիման վրա, որ վերցնում գնում են եւ ասեմ, որ բարբերաբար մեզ մոտ նաեւ ուսումնական պրակտիկաներ են անցկացվում եւ համալսարանի ուսանողների համար մենք նաեւ հայ բանասիրության ֆակուլտետի հետ շատ այսպես սերտ համագործակցության մեջ ենք, համագործակցում ենք, այնպես որ ամեն բան փորձում ենք անել, որ չստեղծենք մի իրավիճակ, որ ուսանողը կամ աշակերտը պարտավոր է, պետք է դասաժամ է, պետք է անցնի թանգարանում, այլ պարզապես ինքը ցանկանա գալ թանգարան։ Շատ լավ եւ շատ կարճ հաշված ժամեր եւ մեր այցելուները կարող են գալ։ Ձեր մաղթանքը, մեսիջը կարող եք հղել հենց հիմա մեր քաղաքացիներին, որոնք ցանկանան գան Իսահակյանի թանգարան։ Այցելեք թանգարաններ, ոչ միայն Իսահակյանի տուն թանգարան, հարևանությամբ գտնվում է նաև Արամ Խաչատրյանի տուն թանգարանը եւ բազմաթիվ Եղիշե Չարենցի տուն թանգարանը, մեր բոլոր թանգարաններն ունեն հրաշալի ծրագրեր, նախագծեր։ Այցելեք ու վայելեք, միտեղ կարող եք գինի վայելել, միտեղ կարող եք Իսահակյանի, օրինակ մեզ մոտ կարող եք վայելել Իսահակյանի սիրելի կաթով սուրճը եւ շաքար չորակին իր սիրելի ծածկաբույլը, այդպես որ համեցեք վայելելու պահը, համեցեք վայելելու բնությունը, ոչ միայն դժվար, այսպես կենսագրական տվյալների մեջ խորանալու, այլ պարզապես վայելելու մշակույթը։ Շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար։ Շնորհակալ։